Ողջույն սիրելիներս, բարի գալուստ իմ խոհարարական ալիք։ Այսօր պատրաստում եմ շատ հին ժամանակով ստուգված եւ սիրելի մի տորտ սինատր։ Շատ համեղ տորտ է ստացվում, այստեղ ընկույզով բիսկվիտային շերտեր են եւ կարամելային կրեմ։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Սկզբից կմանրացնեմ ընկույզը, այստեղ 200 գրամ ընկույզ է, եւ հետո արդեն կսկսեմ պատրաստել շերտերը։ Վեց ձվին ավելացնում եմ մի պտղունց աղ, հարում եմ եւ հետո աստիճանաբար ավելացնում եմ 180 գրամ շաքարավազ։ Լավ հարում եմ շաքարավազի հետ միասին, մոտավորապես 8-ից 10 րոպե, մինչ զանգվածը կավելանա 2-3 անգամ։ Ավելացնում եմ վանիլին եւ ավելացնում եմ չոր բաղադրիչները՝ 180 գրամ ալյուր եւ 2 թեյ գդալ փխրեցուցիչ։ Ավելացնում եմ աստիճանաբար եւ զգուշությամբ խառնում եմ։ Զանգվածին ավելացնում եմ մանրացրած ընկույզի կեսը 100 գրամը եւ զգուշությամբ խառնում եմ։ Պատրաստ զանգվածը տեղափոխում եմ ձևամանի մեջ, չափսը 24-34 սանտիմետրի վրա։ Հավասարաչափ տարածում եմ ձևամանով եւ ուղարկում եմ նախապես տաքացրած մինչ 170 աստիճան ջեռոցը 35 րոպեով։ Բաց բիսկվիտային շերտը պատրաստ է, նույն եղանակով պատրաստում եմ երկրորդ շերտը, միայն կավելացնեմ կակաոյի փոշին եւ բաղադրատոմսը կթողնեմ տեսահոլովակի ներքևում։ Պատրաստում եմ կրեմը կլասիկ բաղադրատոմսով, այս կրեմը պատրաստվում է կարագով եւ եփած խտացրած կաթով, բայց ես մի փոքր ձևափոխել եմ։ 150 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարում եմ, աստիճանաբար ավելացնում եմ 400 գրամ եփած խտացրած կաթ եւ վերջում ավելացնում եմ 250 գրամ մասկարպոնե։ Երկու բիսկվիտի վերևի մասերը կտրում եմ, կմանրացնեմ եւ կլինի տորթի ամենավերջին շերտը։ Սկսում եմ հավաքել տորթը, ձևամանի մեջ տեղադրում եմ առաջին շերտը, առաջին բիսկվիտը, թրջում եմ օշարակով եւ վրայից պատում եմ, քսում եմ կրեմով։
Սա ամբողջ կարամելային կրեմն է, քսում եմ առաջի շերտի վրա եւ վրայից տեղադրում եմ երկրորդ բիսկվիտը։ Երկրորդ բիսկվիտը եւս թրջում եմ մոշարակով եւ այս վիճակում տորթը տեղափոխում եմ սառնարան կես ժամով, այդ ընթացքում կպատրաստեմ ջնարակը։ Տորթը վրայից պատում եմ ջնարակով, բարակ շերտով տարածում եմ։ Կտրատած բիսկվիտները մանրացնում եմ բլենդերում եւ տորթը վրայից, ջնարակի վրայից պատում եմ այս փշրանքներով։ Ավարտեցի, ուղարկում եմ սառնարան եւ կթողնեմ սառնարանում ամբողջ գիշեր։ Շատ շնորհակալ եմ սիրելի բարեկամներ, որ այսօր էլ միասին պատրաստեցինք այս համեղ տորթը։ Կարող եք փորձել տանը եւ գրել ինչպիսին ստացվեց, ինձ շատ հաճելի կլինի։ Իսկ ես մաղթում եմ բոլորին բարի ախորժակ, բաժանորդագրվեք իմ ալիքին եւ մինչ համեղ հաջորդ տեսանյութը։